Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու է ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է այս ձևով խոսել։ Նախ ինքն է 3 պատերազմ բերել մեր երկրի գլխին եւ հիմա իր դիվանագիտությունն էլ թույլ չի տալիս, որպեսզի վստահություն լինի, որ ինքը այլ պատերազմ չի բերել, այսինքն ինչի հիմք չկա իր ասածին, երբ որ մարդը բերել է չարիք պատերազմ մեր երկրի գլխին ու խոսում է խաղաղությունից, դա կարծես ինքը նորից ռեբրենդինգ եղած ուզում է մտնի հասարակություն եւ նոր ինչ որ անիմաստ խոսումներով փորձի ձայն կորզել, ես կարծում եմ։ Եթե երկրի ղեկավարը խոսում է թշնամու լեզվով իր երկրի հանդեպ, դա արդեն վերջն է, ինքը գտնվում է թշնամու դաշտում։ Պատերազմ այտենց թե այնպես կլինի, 100% կլինի, ըլնի ինքը, չլինի ինքը, եթե ինքն էլ լավ, դա կլինի երկու պատերազմ, քաղաքացիական եւ արտաքին։ Չէ, ես այդ մարդը չեմ, որ ինձ հետ կարող է այդ ձևով խոսել, ես ընդհանրապես կհավելեմ, Փաշինյանը եկավ եւ մենք ունեցանք պատերազմ։ Եթե կա խաղաղության փուխտը արդեն, այդպես ասեմ, ինչ պատերազմի մասին է խոսքը։ Միանշանակ ուրեմն չի լինի։ Չէ, պատերազմ չի կարելի դες բան ասել։ Ժողովրդին չի կարելի վախենալ բան։ Պատերազմը չի վերջացել։ Պատերազմը պարտադիր է։ Ուրա Ղարաբաղը, մոլորակի վրայից վերացրին։ Ուրա 7 շրջան գոյություն ունի։ Ուրա մոտ 400,000 գյուղ, 100 գյուղ, ուր են։ Ալևը գիտես ինչ է ասում։ Ես Նախճիվանցի եմ տիրապետում եմ ադրբեջանական լեզուն գերազանց, ոչ թե լավ, այ գերազանց։ Հա, հայերը տեսան մեր երկաթե բռունցքները։ Ինչ կեղավ։ Թասիբա պետք։ Ես տենց ասեմ, ավելավա պատերազմ, քան թե փոխանցվեն թշնամուն։ Պատերազմը երբ ուզի կլի, երբ ուզեն կանեն պատերազմ։ Պատերազմ սարքողները իրանք չեն։ Պատերազմ սարքողները ուրիշ տեղ են նստել։ Նրանք մեր երկրում չեն։ Ուրիշ տեղեր են նստած։